Շախմատը վարպետորեն քաղաքականության մեջ օգտագործեց Վլադիմիր Իլյիչ Լենինը իր հայտնի թեզից հետո շախմատը մտքի մարզանք է։ Ինչի անդրադարձավ Լենինը շախմատին, որովհետև այն վայրագությունները, որ կատարվել էր ցարի ընտանիքի նկատմամբ, դա պետք էր սովետական ժողովրդի մոտ մոռացության տալ, իսկ շախմատը դրա լավագույն ձևն էր։ Ունենալով թույլ արքա, խղճուկ արքա եւ ունենալով խաղ ձեռքի տակ, որը իր անվամբ շախմատը մահ արքային է կոչվում, այս ճանապարհով եւ զարգացնելով շախմատը սովետական միությունում Լենինը կարողացավ մոռացնել տալ այդ գաղափարախոսությունը, ցարի նկատմամբ արված այդ վայրագությունները։ Հետագայում շախմատը օգտագործվեց նաև ամերիկացիների կողմից Հենրի Քիսինջերը, Ֆիշերի հովանավորը, նա կազմակերպեց սառը պատերազմի տարիներին Սովետական միության շախմատի ֆեդերացիայի նախագահի փոփոխությամբ եւ Տիգրան Պետրոսյանի 69 թվականին Սպասկու հետ մրցամարտի դավադրության պատճառով Ֆիշերին հակառակորդ որպես բերեցին Բորիս Սպասկու եւ նրա պարտությամբ ֆեդերացիայի նախագահի միջամտությամբ Բատուրինսկու կագեբեի պոլկովնիկ Բատուրինսկու միջամտությամբ կազմակերպեցին այդ գործը առանց նսեմացնելու Ֆիշերի հանճարը, ասեմ, դա առաջին խոշոր պարտությունն էր սառը պատերազմի ժամանակ սովետական երիտասարդության գաղափարախոսության։